Նախ մի դիտարկում, այստեղ խոսում են, որ չի լինելու, այսինքն իրանք են որոշում, ժողովուրդն է որոշում իր ազատ կամ արտահայտմամբ ով որտեղ լինի, եւ ժողովրդի իրավունքները ուզուրպացումը թույլ չենք տա։ Ես արձանագրում եմ, որ բանախոսները ուղղակի չեն կարդացել Ղարաբաղի հարցի բանակցային փաթեթը, ներառյալ պարոն Սիմոնյանը, չեն կարդացել, չեն տիրապետում, խոսում են բաների մասին, որոնք գոյություն չունի։ Երրորդը, ասում են մեզ դնում են արտաքին ընտրությունների առաջ։ Այս մարդիկ են, դուք եք դնում արտաքին ընտրության առաջ։ Մենք արտաքին ընտրության առաջ կանգնած չենք, մենք կանգնած ենք մեր պետականության հիմքերի առաջ։ Մենք ոչ թե առաջարկում ենք խաղաղություն, մենք արդեն հաստատել ենք խաղաղություն եւ մենք ժողովրդին ասում ենք ժողովուրդ ջան գնացեք եւ տեր կանգնեք հաստատված խաղաղությանը։ Ինչ վերաբերում է պատերազմին, ես էլի ուզում եմ ընդգծել 2016 թվականի 4-օրյա պատերազմը չի ավարտվել ոչնչով, 2018-ին էլ պատերազմ եղել, 19-ին էլ, 17-ին էլ, եւ այնիշ տեղի է ունեցել այդ չավարտված պատերազմի շարունակությունն է, եւ բոլոր առաջարկները, որոնց մասին ասում են, դա եղել է պետությունը Հայաստանին անկախությունից զրկելու ծրագիր։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։